По компании «Ташир». Все грани бизнеса. Հեծանվարշավ հանուն փոքրիկի կյանքի Անգելինային փրկել ցանկացողները եղել են նաև Լոռու մարզկենտրոնում։ Լոռեցի փրկարարները շարունակում են պայքարել հրդեհների ու այլ արտակարգ իրավիճակների դեմ, իրականացնելով ոչ միայն հրդեհաշիջման, այլև դեպքերի կանխարգելման աշխատանքներ։ Այսօր ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է, եւ մարզի դաշտադեմ համայնքի բնակիչները շարունակում են բողոքել, անբարեկարգ ճանապարհները խանգարում են իրացնել ստացված բերքը։ Մոլորակ լրատվական իր աշխատանքն շարունակում մարզային Ֆորտունա հեռուստաընկերության եթերում ես Սարգիս Գոքորյանն եմ, բարև ձեզ։ Դոլարը շարունակում է թուլանալ, Nasdaq OMX Armenia բորսայում այսօր ամերիկյան դոլարի միջին փոխարժեք հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.67 դրամ, երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.32%-ով։ Բորսայում այսօր վաճառվել է 2.3 միլիոն դոլար, կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչև 408 դրամ, վաճառքինը 411 դրամ։ Forex միջազգային շուկայում եվրոն այսօր ամրապնդվել է դոլարի նկատմամբ, քանի որ Սիրիայի դեմ հարձակման հավանականությունը փոքրացել է, իսկ Միացյալ Նահանգներում զբաղվածության վերաբերյալ պաշտոնական հրապարակումները բացասական են, եվրոն այսօր բարձրացել է մինչև 1.3280 դոլար, այնուհետ կայունացել 1.3249 մոտ։ Դոլարը թուլացել է նաև ռուբլու նկատմամբ։ Շարունակում ենք թողարկումը, Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատի տղաները շարունակում են պայքարել հրդեհների ու այլ արտակարգ իրավիճակների դեմ, իրականացնելով ոչ միայն հրդեհաշիջման, այլև դեպքերի կանխարգելման աշխատանքներ։ Անահիտ Կարապետյանն է շարունակում թեման։ Սեպտեմբերի 10-ին ժամը 11-ի սահմաններում Վանաձորի թիվ 17 ավագ դպրոցում հրդեհ է բռնկվել կամ վիրավորներ։ Դպրոցի առաջին մասնաշենքում գտնվող քիմիայի լաբորատորիայում առաջացած հրդեհը նկատել է աշակերտներից մեկը այն ժամանակ, երբ հրդեհը ընդգրկել էր սենյակի կեսը։ Դպրոցից ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Նշված կառույցի աշխատակիցներն արդեն տեղում են։ Դպրոցի ղեկավար կազմի աշխատակիցների աշակերտների պատրաստվածությունը հրդեհի ժամանակ եւ գիտելիքներով համալրվելու նպատակով թիվ 2 հրշեջ փրկարարական ջոկատը կազմակերպել էր ուսումնավարժանք։ Հրդեհի առաջացման դեպքում հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումներ իրականացնելու թեմայով։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական եւ սանիտարական մեկական օղակ, հրշեջ 1 ջոկատ, հասարակական կարգի պահպանման խումբ անձնակազմով եւ տարհանման հանձնաժողով։ Դպրոցի տարհանման հավաքատեղին հանդիսացավ դպրոցամերձ հրապարակը։ Դեպքերի դեպքում աշակերտների եւ աշխատակիցների տարահանումը եւ էվակուացումը նվիրված է աշակերտներին եւ աշխատակիցներին ուսուցանելու տարահանման ձևերին եւ ուսուցանել, հմտացնել մարդկանց հրդեհների դեպքում ինչպես պետք է վարվեն, ինչ գործողություններ պետք է անեն եւ կարողանան հրդեհը ժամանակին մարեն եւ անձնակազմին դուրս անեն աշակերտների հետ միասին։ Ազդանշանը լսելուց հետո առաջին հերթին աշակերտների եւ դպրոցում ներկաների տարհանման նպատակով իրականացվեցին աշխատանքներ, այնուհետ օգնություն ցուցաբերվեց տուժածներին։ Դեպքից տուժել էին 3 աշակերտ՝ սալջարդ, այրվածք եւ ուշագնացություն։ Բուժաշխատողները ցուցաբերեցին պայմանական համապատասխան բուժօգնություն։ Նման ծառայություններին դպրոցի տնօրինությունը մեծ կարևորություն է տալիս, որոնք նախապատրաստում են երեխաներին ու աշխատակազմին Աստված մի արած թե նման իրավիճակներից ճիշտ ելք գտնելու համար։ Մենք միշտ տարահանում ենք կատարում երեխաներին, միշտ զգուշեցնում ենք, այն ժամանակ մենք պատրաստ չէինք, դրա համար մեր հայ ժողովուրդը այսքան մեծ կորուստներ կրեց։ Իսկ հիմա մեր երեխաները ավելի պատրաստված են եւ ես կարևորում եմ այս միջոցառումը եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կազմակերպիչներին։ Սա շատ կարևոր էր այն առումով, որ գործնականում իսկապես նրանք կարողացան օգնություն ցույց տալ կարիք ունեցողներին։ Կարծում եմ, որ բավականին ողջավորված էին եւ ցանկալի է, որ նման միջոցառումները հաճախակի լինեն, որպեսզի իսկապես ձեռք բերեն կարողություններ այս աշխատանքները կազմակերպելու ժամանակ։ Նոր գիտելիքներ ու պատրաստվածությամբ զինված աշակերտները կիսվեցին իրենց տպավորություններով, ցանկանալով նման ուսումնավարժանքների հաճախակի կազմակերպում։ Ուշագնացություն ես տվեցի այդ օգնությունը եւ նախ թրջոց շփեցի նրան ջուր եւ ուրեմն աշատիռով, նրան ուրեմն արթնացրեցի։ Մեծ գիտելիքներ կրակը հանգցնելու հմտություններ ձեռք բերեցինք,
որ նման արտակարգ իրավիճակներում կարողանանք դիմակայել աղետներին։ Չեմ ցանկանա, որ սա լինի իրականում, կցանկանամ կազմակերպվեն, որպեսզի պատրաստ լինենք բոլորս։ Պայմանական հրդեհը մարված է, քննարկվում են թերություններն ու առավելությունները, հետագայում ավելի պատրաստական ու հմուտ լինելու համար։ Անահիտ Կարապետյան, Արտակ Բրուտյան, Մոլորակ։ Հեծանվարշավ հանուն փոքրիկի կյանքի 4-ամյա Անգելին անուն գլխում առկա է տարածված ձևով ասած կիստա շտապ վիրահատության կարիք ունի։ Փոքրիկին փրկել ցանկացող հեծանվորդները եղել են նաև Լոռու մարզկենտրոնում, հույս հայտնել, որ նախաձեռնությանը կմիանան նաև լոռեցիները։ Նրանց հետ հանդիպել ու զրուցել է Անահիտ Կարապետյանը։ Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիան եւ օգնենք հայմանուկներին հասարակական կազմակերպության հեծանվորդները եղան նաև Լոռու մարզկենտրոն Վանաձորում։ Հեծանվարշավի ղեկավար Մարտին Շարբաթյանը, երգիչ Տիգրան Պետրոսյանը եւ մյուս վետերան հեծանվորդները ցանկություն են հայտնել օգնելու հասարակական կազմակերպության արտասահմանում բուժվող Անգելինային օգնելու համար։ Նրա վիրահատության համար $10,000 է հարկավոր։ Հեծանվարշավը մեկնարկել է սեպտեմբերի 7-ին։ Վետերան հեծանվորդների նպատակը մեկն է՝ իրենց արշավի միջոցով կարողանալ օգնել հնգամյա Անգելինային անհրաժեշտ գումարով։ Բարեգործական արշավը նախաձեռնողների սպասելիքները մեծ են, մնում է օգնել ցանկացողների թիվն ավելանա, հանգանակությունն էլ ծառայի իր նպատակին։ Մեր քշելով մենք փորձում ենք հանգանակություն հավաքենք, որպեսզի որոշ առողջական խնդիրներ ունի այդ երեխան, փորձենք օգնել։ Սա է հիմնական նպատակը մեր։ Կոչ եմ անում մեկս մյուսին օգնենք մարդկանց դժբախտությունների, մարդկանց ցավերի չի կարելի անտարբեր անցնել, դա առաջինը, երկրորդը իհարկե ամենակարևորը կոչ եմ անում անցնեն առողջ ապրելակերպին, հանձինս հեծանիվ։ Վանաձորում վետերան հեծանվորդներին քաղաքի հեծանվորդներն են դիմավորում ու միանում իրենց ավագ ընկերների բարեգործական արշավին, կրկին կոչ անելով օգնել Անգելինային հանգանակությամբ։ Երգիչ Տիգրան Պետրոսյանը ևս հեծանվարշավի անդամներից է, համոզված է, որ լոռեցիներն իրենց վայել բնավորությամբ կդառնան փոքրիկ Անգելինայի առողջության համար պայքարողները։ Ես համոզված եմ, որ լոռեցիները շատ ակտիվ են լինելու այս հարցում, որտեղ շատ ընկերներ ունեմ լոռեցի եւ ծանոթ եմ իրենց ընտանիքներին շատ լավ ու շատ լավ գիտեմ թե ինչպիսին է լոռեցին առասարակ։ Հեծանվորդներն անցել են Հայաստանի հյուսիսային մարզերով Երևան Դիլիջան, Դիլիջան Նոյեմբերյան, Նոյեմբերյան Վանաձոր եւ վերջին երթը Վանաձոր Երևանը կլինի։ Անահիտ Կարապետյան, Արեն Ոսկանյան, Մոլորակ։ Իդեպ փոքրիկին օգնելու եւ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 055 422 020 կամ 096 702 520 հեռախոսահամարներով։ Իսկ մենք շարունակում ենք թողարկումը, այսօր ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրն է։ Այս թեմայով հոգեբանի հետ զրուցել է Գոհար Մովսիսյանը։ Ամեն տարի սեպտեմբերի 10-ին առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային ասոցիացիայի հետ համատեղ նշում է ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օրը, որի նպատակն է խրախուսել եւ աջակցել ամբողջ աշխարհում ինքնասպանությունների կանխարգելման ուղղված գործողություններին։ Ինքնասպանություն հասկացությունը առաջին անգամ հիշատակել է Թոմաս Բրաունը, իսկ 10 տարի անց 1652 թվականին այն հիշատակվել է նաեւ Օքսֆորդյան բառարանում։ Ինքնասպանությունը հոգեբանական առումով գիտակցված կամ իմպուլսիվ գործողություն է, որը հանգեցնում է մահվան։ Հոգեբանները ինքնասպանությունը համարում են կանխամտածված մահ, այսինքն կյանքից հրաժարվելու գիտակցված գործողություն։ Կյանքի եւ աշխատանքի ժամանակակից ռիթմը, ինչպես նաեւ բազմաթիվ սուբյեկտիվ գործոններ հանգեցնում են նրան, որ մարդն ինչ-որ պահի որոշում է հանցագործություն գործել իր իսկ դեմ։ Պատճառները կարող եմ ասել, որ հավանաբար տարբեր են դրանք եւ սոցիալ-հոգեբանական են, եւ առողջական, եւ տնտեսական, եւ քաղաքական, նայած թե ոչ տեսանկյունից ենք դիտարկում։ Եթե նկատի ունենանք որպես հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ, դրանք իմ ասած բոլոր պատճառները կարող են ունենալ, որտեվ ինքնասպանությունը դա երևույթ է, երբ մարդը որպես այդպեսին հայտնվում է հիասթափության ու սախապության գրկում եւ կարող է գնալ դրան ինչպես կարճ, այնպես էլ երկար ճանապարհով, այսինքն ինքնասպանության կարող են դիմել եւ ռեակտիվ վիճակների արդյունքում եւ երկարատև նախապատրաստությունից հետո։ Հոգեբան Արծվի Հարությունյանը նշեց, որ ցավոք այսօր նկատվում է ինքնասպանության երիտասարդացում, այսինքն ինքնասպանության դեպքեր առավել հաճախ հանդիպում են դեռահասների շրջանում։ Ինքնասպանություն գործում են առավելապես հոգեկան հիվանդություններով տառապող մարդիկ, բայց ինքնասպանության մասին մտքեր կարող են ունենալ նաև միանգամայն հավասարակշիռ հոգեկան վիճակում գտնվող անձինք, ովքեր ապրել են ծանր հիասթափություն։ Այս մարդիկ սովորաբար շրջապատողների հոգատարության կարիքն ունեն եւ շատ արագ կարող են նրանց լքել ինքնասպանության գաղափարը, եթե զգան, որ իրենք պետք են իրենց շրջապատին։
Ինքնասպանության հարցում մեծ դեր են խաղում ինչպես սոցիալական, այնպես էլ անձնական գործոնները, հուսալքությունը, թերարժեքության բարդույթը, հուզական խանգարումները, որոնցում առաջնային դերը պատկանում է դեպրեսիային։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն Հայաստան ինքնասպանությունների թվով գտնվում է նախավերջին տեղում։ Ինքնասպանությունների ամենաշատ դեպքերը գրանցվել են Լիտվայում, որտեղ դրանց թիվը 20 անգամ գերազանցում է Հայաստանի տվյալները։ Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2009-ից 2012 թվականների ընթացքում ինքնասպանությունների թիվը չի աճել։ Ինքնասպանություններ ավելի շատ գործում են դեռահասներն ու 65 տարեկանից բարձր անձինք։ Հայաստանն այլ երկրներից տարբերվում է նրանով, որ խաղամոլությունն ու ալկոհոլիզմն այստեղ շատ տարածված չեն։ Նշվածները ինքնասպանության համար նախապայմաններ են ստեղծում։ Ըստ մասնագետների, անհրաժեշտ է առավել ուշադիր ու հոգատար լինել շրջապատի նկատմամբ ինքնասպանությունների թիվը նվազեցնելու համար։ Ըստ վիճակագրության միջինում բռնի մահվան դեպքերի կեսը բաժին է ընկնում ինքնասպանություններին։ Համաձայն տվյալների ինքնասպանությունների արդյունքում մահվան դեպքերի թիվը տարեկան մոտենում է 1 միլիոնի։ Հոգեբանը կոչ արեց չընկճվել եւ չհիասթափվել կյանքից, քանի որ ի վերջո բոլոր խնդիրներն էլ իրենց լուծումներն ունեն։ Պետք չէ բողոքել երջանկության պակասից, քանի որ երջանկությունը նախասահմանված կատեգորիա չէ եւ յուրաքանչյուրն ինքն է կերտում սեփական երջանկությունը սեփական գիտակցության մակարդակին համապատասխան։ Գոհար Մովսիսյան, Արմեն Շահբազյան, Մոլորակ։ Համայնքային մեկ խնդրի մասին Լոռու մարզի դաշտադեմ համայնքի բնակիչները շարունակում են ահազանգել, հատկապես այս օրերին, երբ թեժ ընթացքի մեջ է բերքահավաքը, գյուղում առկա է մթերման խնդիր, որի գլխավոր պատճառներից մեկը անբարեկարգ ճանապարհն է։ Ում են դիմել այս խնդրով գյուղացիները եւ ինչ պատասխան են ստացել, իմացեք տեսանյութից։ Սահմանամերձ դաշտադեմ համայնքի գլխավոր խնդիրը գյուղբերող ճանապարհն է, որը նորոգման կարիք ունի քարուքանդ ճանապարհի պատճառով շրջկենտրոն Տաշիր հասնելը դաշտադեմցիների համար մեծ խնդիր է։ Խնդիր է նաև շտապ օգնություն կամ տաքսի կանչելը, կամ չեն գալիս, կամ հասնում են այն ժամանակ, երբ արդեն սեփական ուժերով գյուղացիները գլխների ճարը տեսած են լինում։ Հիվանդ մարդ ես, կեսգիշերին վադացար, ինչ պետք է անես։ Տաքսին չի գալիս։ Դաշտադեմի համայնքապետը կին է, համայնքապետարանն էլ գործում է համայնքի ղեկավարի տանը։ Հենց այնտեղ որոշվել է, որ գյուղի ճանապարհների հարցը գոնե փոսալեցմամբ պետք է լուծել։ Կին ու տղա մարդ հավաքվել են ու գործի անցել։ Պատկերը սակայն մեծ հաշվով չի փոխվել։ Կազմակերպեցինք, քարեր հավաքեցինք, տարանք այդ ճանապարհը նենց փոսեր էր, որ մեքենան չէր կարող անցնել, բայց արեցինք։ Համայնքի մեծ ու փոքր բոլոր խնդիրներով թե բնակիչները, թե համայնքապետը դիմել են Լոռու մարզպետարան, որտեղ պատասխանել են, որ մարզում խնդիրները լուծվում են ըստ առաջնահերթության եւ խոստացել, որ դաշտադեմում էլ ծրագրեր կիրականացվեն։ Սարգիս Գոքորյան, Արտակ Բրույտյան, Մոլորակ։ Միջազգային լրահոսն է առջևում, ներկայացնում է Լիաննա Մխիթարյանը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը կարող է խուսափել պատերազմից, եթե մինչև շաբաթվա վերջ անցնի ունեցած ամբողջ քիմիական զենքը։ Ասադը նախօրեին վստահեցրել է, որ չունի ոչ մի առնչություն օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառմանը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Սիրիան կպատասխանի արևմուտքի ռազմական ագրեսիային, եթե նման քայլ արվի։ ԱՄՆ Սենատը Սիրիա ներխուժման հարցի շուրջ կքվեարկի սեպտեմբերի 11-ին։ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հուսով է, որ կոնգրեսականները կաջակցեն իր նախաձեռնությանը։ Երկրի դիրքորոշմանը կողմ է մեծ 20-յակի անդամ 10 երկիր։ Նրանք պատրաստ են գործողություն սկսել Սիրիայի դեմ առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտոնության։ Ամերիկյան պատվիրակության այցն Ադրբեջան, որ նախատեսված էր սեպտեմբերի 9-ին, հետաձգվել է։ Ինչպես հաղորդել են Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, Ադրբեջանի կառավարությունը ցանկացել է հետաձգել այդ հարցը մինչև նախագահական ընտրությունների ավարտը։ Ցավում ենք, որ նախընտրական իրավիճակին ծանոթանալու նպատակով նախատեսված այցը չի կայանա, ընդգծել են դեսպանատանը։ Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ ժողովրդավարության ազգային ինստիտուտը հնարավոր է մասնակից է Ադրբեջանում հեղափոխության նախապատրաստությանը։ Հիշեցնենք, Ադրբեջանում նախագահական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին։ Գործող նախագահ Իլհամ Ալիևն առաջադրվելու է 3-րդ անգամ։ Նյու Յորքում հեռակառավարվող ուղղաթիռը սպանել է 19-ամյա մի տղայի։ Ողբերգական դեպքը տեղի է ունեցել Բրուքլինի քաղաքային այգում։ Այստեղ հաճախ են հավաքվում կոնստրուկտորները եւ հեռակառավարվող խաղալիքներոդ բաց թողնող բազմաթիվ մարդիկ։ 19-ամյա երիտասարդը փորձել է ինչ-որ հնարք ցուցադրել, սակայն ինչ-որ բան խափանվել է։ Արագ սլացող ուղղաթիռը դիպել է նրա գլխին ու պարանոցին։ Հաշված վայրկյանների ընթացքում տղան արնաքամ է եղել։
Բերլինում կայացած IFA 2013 միջազգային ցուցահանդեսում Pocketbook ընկերությունը ներկայացրել է բոլորովին նոր յուրօրինակ սարքի նախատիպը։ Այն հեշտությամբ միանում է սմարթֆոնին եւ թույլ է տալիս ոչ միայն կարդալ սիրած գրքերը, այլ նաեւ ուսումնասիրել փաստաթղթեր, էլեկտրոնային փոստի հաղորդագրություններ կամ վեբ հոդվածներ։ Pocketbook ընկերության ղեկավարությունը նման սարքերում մեծ ներուժ է տեսնում, քանի որ սմարթֆոնի շուկան շարունակում է իր արագ աճը, իսկ կարողությունը համատեղել մեկ սարքի մեջ սմարթֆոնը եւ աչքերի համար անվտանգ էլեկտրոնային գիրքը եզակի է շուկայում։ Լիանա Մխիթարյան, Մոլորակ։ Թողարկման ավարտին եղանակի մասին եւս կանխատեսումներով ինձ հետ Էռնա Անտոնյան, Էռնա բարի օր։ Բարև Սարգիս։ Էռնա, ինչպես միշտ քեզ միևնույն հարցն եմ տալիս, ինչ կա եղանակից, ինչ կանխատեսումներով ես եկել։ Սարգիս, նախքան եղանակային կանխատեսումներին անդրադառնալը Մատինյանի նշխար հացաբուլկեղենի արտադրամասի մասին։ Մենք դեռ չենք ավարտել։ Հացառել ես։ Հացառել եք։ Հենց հիմա գնում ենք առնելու։ Մատինյանի նշխար հաց, այնքան համեղ, որ դժվար է տեղ հասցնել։ Սիրելի բարեկամ, համոզվիր, որ քեզ չեն խաբում։ Գնիր մեր արտադրած այս նշանով մատնաքաշը։ Մատինյանի նշխար, համեղ է, տուն տար։ Այժմ ներկայացնենք կանխատեսումները։ Այս գիշեր կդիտվի փոփոխական անպամացությամբ առանց տեղումների եղանակ սեպտեմբերի 11-ին կեսօրից հետո արևելյան շրջաններում կդիտվի անպամացության ավելացում առանձին վայրերում դեռ հնարավոր են կարճատև անձրևներ, առատ տեղումներ արդեն չեն սպասվում։ Այս շրջաններում կդիտվի արևային առանց տեղումների եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամի 18-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանն առայժմ էապես չի փոխվի, առաջիկա օրերին կբարձրանա։ Լոռու մարզում սպասվում է գիշերը 11 ցելսիուսը 21 աստիճան տաքություն, Տաշիրում սպասվում է գիշերը 11 ցելսիուսը 20 աստիճան տաքություն, Արավերդիում կանխատեսվում է գիշերը 12 ցելսիուսը 21 աստիճան տաքություն, Սպիտակում գիշերը կլինի 9 ցելսիուսը 19 աստիճան տաքություն, Ստեփանավանում գիշերը կդիտվի 9 ցելսիուսը 19 աստիճան տաքություն, իսկ Մարզկենտրոն Վանաձորում սպասվում է գիշերը 10 ցելսիուսը 20 աստիճան տաքություն, Երևանում սեպտեմբերի 11-ին կդիտվի արևոտ առանց տեղումների եղանակ, երեկոյան հնարավոր է քամի 10-ից 12 մետր/վայրկյան արագությամբ, մայրաքաղաքում կդիտվի մինչև 28 աստիճան տաքություն։ Սարգիս, անկախ եղանակային կանխատեսումներից ժպտացեք հաճախ։ Շնորհակալ եմ Էռնա կանխատեսումները ներկայացնելու համար, բարեկամներ, առջևում Համլետը գեղարվեստական ֆիլմի առաջին եւ երկրորդ մասերն են, իսկ մենք նախատեսել էինք այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, շարունակեք դիտել Ֆորտունա եւ մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։